Հիբրիդային պատերազմը իրականում իր որպես տեսություն ձևավորվել էր 2000-ական թվականների սկզբին եւ դա տեսություն էր, որը որ վերաբերվում էր այլ համատեքստին, դա ավելի շատ արաբա-իսրայելական, Պաղեստինի շուրջ իրադարձություններ վերաբերվում, իր ակտուալությունը որպես տերմին, որպես նաեւ պրակտիկ քաղաքական իրականություն ասենք բացատրող խոսույթ սկսեց կիրառվել 2014 թվականի Ղրիմի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ որ տեղի ունեցան որոշ գործողություններ սկզբնական փուլում, որոնք որ անմիջապես ուղղակի ռազմական բախում չէին իր մեջ ներառում, բայց հոգեբանական, ինֆորմացիոն, տեխնոլոգիական, սայբեր եւ այլ միջոցներով բերեցին փաստացի Ռուսաստանի կոնտրոլին սկզբից Ղրիմի, հետո էլ նաեւ այլ Ուկրաինայի հետ կապված եւ Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև այդ հակամարտության համատեքստում Հայաստանի իրականության դեպքում, որ այս հիբրիդային պատերազմների ոնց որ գործիքակազմը գրեթե բոլոր երկրներն են օգտագործում, որոնք այս կամ այն ձևով հակամարտությունների մեջ են ներգրավել 14 թվի Ղրիմի իրադարձությունները եւ Ռուսաստան արևմուտք հակամարտությունը այնքան լուրջ նշանակություն ունեին, որ այդ տերմինը այս պահին արդեն կարելի ասել նույնիսկ հոգեբանորեն կիրառվում է գրեթե բացառապես Ռուսաստանի գործողություններին եւ հետխորհրդային տարածքում եւ ասենք արևմտյան իր հակառակորդների կամ թշնամիների փաստացի հետ հարաբերություններում, որ Հայաստանի հանդեպ հիբրիդային պատերազմները նաև կազմակերպվում են եւ վարվում են ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլ մեր հարևանների եւ ոչ հարևանների դեպքում